Հայոց վիշտը խորնետեսկը հարաչենք չունինք հանգիստ անդադար քեզ կկանչե Քիշեր ու ցերեկ անուշ ցայնդ կլսենք հոգիներուս մեջ հիշադակդ կբահենք Գնալ ու գորջի այն մեր այլ թիվը որ խլեց մեզնից մեր խմբի հովիվը Թաշնակցության բարձանքայոց պատիվը մեծանուն ընկեր անմահ Սարգիս Սեյթլյան Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարության եւ փոխադարձաբար ամեն ղեկավարություն կամ իշխանություն արժանի պետք է լայ ժողովրդին Ժողովուրդը արժանի է անշուշտ միայն այն ղեկավարության զոր ինք կստեղծե եւ ճշտոնի կգոչե համաձայն իր գամքին եւ փախցանքներուն Մյուս կողմը իր ժողովրդին արժանի ղեկավարությունը միայն այն ղեկավարությունն է որ ծնունդ կառնե ժողովրդի ծոցեն իբրև հարազատ ու գենտանի արդայդիչը անոր գամքին ու ազնվական ցկտումներուն Գազագերբությամբ հոյիտա Լիբանանի Գետրոնական կոմիտեի քարոզչական մարմնին երկուշաբթի 24 մարտ 2025-ին երեգային ժամը 8-ին Հովհաննես Պողոսյան տադերասրահի մեջ դեի ունեցավ Այգական արևելումի քաղաքապարախոսը Սարգիս Սեյթլյանի արևանկման եւ նահատակության 40-ամյակի նվիրված պաշտոնական ցերնարգ Լիբանանի Հայաստանի եւ Արցախի կայլերտներու օդնգայսում կընտրութեն յետ ցերնարգին բացման խոսք կգադարեց Հարութ Մարգոսյան Աննշեց թե այսօր հավաքված ենք ոչ միայն նշելու նահատակիմը հիշադակը այլև վերանորոգելու մեր ուխն ու գամքը Մարգոսյանը եզրափակեց իր խոսքը մեջ բերելով հոյիտա 25-րդ ընդհանուր ժողովի որտեղ գրված պատկամը Սարգիս Սեյթլյանն էր եւ գմնա մեր արժանավոր ընկերը, որ նահատակված է հայ հեղափոխական դաշնակցության վարած բայկարի պատնեշին վրա հագատաշնակցական մութ ուժերու ցերկով Սակայն Սարգիս Սեյթլյան դաշնակցական քաղաքապարական սքանչելի դիբարով, ինչպես նաև իր գործով եւ օրինակով, այլևս մաս կգազմե դաշնակցական անմահ նահատակներու փաղանքին Օրվան փանախոսներ Գարո Հովհաննեսյան, որ նշեց թե 28 մարտ 1985-ին Արևան կվեցավ հոյիտա բյուրոյի անդամ Աստակ Շապատորյակ Տրոշագի պատասխանատու խմբակիր հոյիտա մամլոթիվանի ներկայացուցիչ Սարգիս Սեյթլյանը Հովհաննեսյանը ասավ Դժվար է խոսիլ կամ գրել Սարգիս Սեյթլյանի մասին, որովհետև բազմակողմանի եւ ընդարձակ է անոր գործունեությունը ամբողջական արժեվորում կատարելու համար անոր վաստակին։ Հովհաննեսյան նշեց թե մեկ մարդու մեջ դժվար է խտացնել նվիրյալ ուսուցիչ մանկավարժը, անզուգական հրաբարակագիր խմբակիրը, հերադես քաղաքագետը, չղուտ հրեդորը Ներհուն քաղաքապարախոսը, դեսապանը, պատրաստված եւ խիզախ մտավորականը, ինչպես նաեւ անմրցելի կազմակերպող ղեկավարը, ու գրեթե բոլորի մեջալ դաղանթավոր, առավել նկարակիրով ուժեղ մարդը, սկզբունքի դեր անհատականությունը, ծառայասեր, դեսլաբաշտ եւ ժողովրդագետրոն ղեկավարը Փանախոսը հայտնեց նաև, որ Սարգիս Սեյթլյան այն ղեկավարն էր, որ գշեշտեր թե դաշնակցության մեջ չկան շեֆեր եւ բոսեր, այլ կան միան պատասխանատուներ, որոնք միշտ պատրաստ են նվիրումի ու անձնազոհության։ Հովհաննեսյան նշեց նաև, որ Սեյթլյանը արևան կողմերը հավանաբար ավելի լավ կճանչնային զինք քան մենք, կամ ավելի լավ ուսումնասիրած էին զինք քան մենք։ Արդարև Սարգիս Սեյթլյանը հաջորդ ունեցավ բայց փոխարինող չեղավ։ Մեծ տարբերություն կա հաջորդի եւ փոխարինողի միջև։ Փոխարինողը հաջորդող է, բայց հաջորդողը փոխարինող չէ։ Սեյթլյան եղավ այն ղեկավարը, որուն անհետացումը մեծ բարապցկեց մեր իրականության մեջ։ Բարապությունը, որ կարելի չեղավ լեցնել 4 տասնամյակի ի վեր։ Անշուշտ կուսակցությունը կանգ չարավ Սեյթլյանի անհետացումով։ Նորեն կործեց, նորեն շարժումի մեջ եղավ, բայց Սեյթլյանը
գարելի չէ ունենալ մեգորեն մյուսը, որովհետև անանցած էր սերունդներու մեջ են, որոնց մե յուրաքանչյուր արժեք մներ ինքնին, մտաբաշխարով, քաղաքապարաբաշխությամբ և փորձառությամբ, Զեթլյան յուրացուց այդ բոլորը և շատ բան ավելցուց այդ դրամակոլուխին վրա։ Զեթլյան զորացուց մեր մեջ զարայասիրության ոգին, քաղաքապարաբաշխությունը, խիզախությունը, բաներ են ասոնք, որոնց ցկած բարաբը գարելի չէ լեցնել ամիջապես, գեզ ցկած գործը գարելի չէ թյուրությամբ ամբողջացնել և լրացնել, և աղետը հոն է, որս երևույթին միջոց հալ չունենք պաշտպանվելու հագարակ եղած բոլոր փորձերուն։ Օդարներուն համար այս հարցի թարմանում հարաբերաբար ավելի թյուրին է, քան մեր բարակային։ Մեր մեջ սերունդները գահաճորդեն իրարու և հաջող անդեղյակ կլան իրենց նախորդներու իրագործումներուն և գեզ ցկած գործին։ Ով պիտի նախացերն է այս աշխատանքին։ Մեր առօրյան այնքան լեցուն է այլազան մտահոգություններով, ինչպես նաև երկրորդական և չորրորդական մանրամասնություններով, որ մարդուժի մասին չենք իսկ մտածեր։ Բայց ես կհավատամ, որ Քրիստոսացած Աստվածը և Աստվածացած դաշնակցությունը միասնաբար մեր ժողովրդի ծոցեն պիտի ստեղծեն նոր Զեթլյանները։ Ան եզրապագեց իր խոսքը ասելով, Սարգիս-Ելթյան 40 տարի առաջ քնած վահանով և հոգեգան ու մտային ամբողջ վաստակով վերադարձավ իր վահանին վրա։ 40 տարի էի վեր, ան մեզի իր փամփ ցայնով կպատկամե ու գսե Հայաստանն ու հայ ժողովուրդը ամեն բան է վեր։ Աբահոյի Լիբանանի կենտրոնական կոմիտեի խոսքը փոխանցեց Աստագի դնորեն Շահան Կանդարյան, որը ասավ թե Դաշնակցության ժամանակագից պատմության ամենեն գարգարուն թեմքերեն Սարգիս-Ելթյանի եւ անոր ընկերագից Գարո Կոլանջյանի արևանկման 40-ամյակի նշումը դեգուդա այժմեական խորհուրդներու եւ մտածումներու, ինչպես նաեւ նոր ուղիներ կճշտե մեր հավաքական կյանքի վերագազմագերման համար։ Կանդարյան նշեց, թե մինչև իր արևանկումը Սարգիս-Ելթյան ցկած էր քաղաքապարական հարուստ ավանդ իր ջարերով, դասախոսություններով եւ մանավանդ խմբակրականներով։ Իսկ հայ ժողովուրդը խորաբես կգիտակցեր այդ պատկամներուն խորության, մանավանդ ասկի համախմբվածությունը քերատաս սկզբունք բահելու անշրջացերիության։ Աշխատանք կդարվեր քար առ քար կանտելու Զելթյանի թավանած ասկային քաղաքապարախոսության շենքը։ Արժեքներու համալիրը ամբողջ հարցակումի դագ է հարթիչ կլաններու գողմե, որոնք կմասնադեն ասկը, որոնք պատմության վերաշարատրանքի որոշումներ կգայացնեն, որոնք իրական Հայաստանը կհագատրեն պատմական Հայաստանին, կհրաժարին ասկային բոլոր իրավունքներն, Արցախեն ու ջավախկեն, որ խաղաղության խաչմերուկ պատրանքով կմոլորեցնեն ժողովուրդը նոր հանձնվողականություն իրականացնելու համար։ Կանդարյան նշեց նաև, որ Սարգիս-Ելթյանի անունին կգապվի Լիբանանի քաղաքացիական պատերազմի նախօրեին Լիբանանահայկական արևելումը, հայ քաղաքական կուսակցություններու եւ հարանվանական շրջանակներու ներկայացուցիչներու ներգրավումը, հայկական երեսփոխանական բլոկի ձևավորումը եւ անոր ջամփով Լիբանանահայ քաղաքական կորձոնի գայացումը։ Կանդարյան շեշտեց, որ այս բոլորին համար էր, որ թշնամիները թիմեցին արևանկումի։ Սարգիս-Ելթյանեն մինչև Դավիթ Իշխանյան հայ ժողովրդի թշնամիները գաշխատին արևանկել եւ կերեվարել ղեկավարները ձունգի բերելու համար հայության մարդունակությունը։ Կանդարյան եզրափակեց իր խոսքը նշելով, որ Սարգիս-Ելթյանի խմբակրած ու բանացեված ազգային քաղաքապարախոսության սկզբունքները ջեղկեցին երկաթե վարակույրը, որովհետև անիկա այնքան ամուր է ու հաստատ, այնքան հարազատ եւ հայության համար էյութենական, որ 2018-ի ընդհատումը պիտի չհաջողի գասեցնել անոր 100-ամյա երթը։ Երթ, որուն համար Սարգիս-Ելթյաններու գուսակցությունը ոչինչ խնայած է եւ պիտի շարունակե ոչինչ խնայել։ Իսկ Հոյիտա բյուրոյի խոսքը փոխանցեց երեսփոխան Հակոբ Բագրատունի, որը ասավ թե Սարգիս-Ելթյան գարժանանա նահատակության թափնեվսագին, որովհետեւ անգահավատար, որ ամեն գուսակցություն պատրաստ պետք է լա, բարդավոր է պատրաստ լալու կերակույն զոհաբերության վասն հայրենյաց։ Հայկական արևելումի համար քաղաքապարական ենթահող պատրաստելու սերմերը անդեսավ երդասարտության մեջ, ան բաշտեց երդասարտությունը եւ լայն թրներ բացավ անոր առջև։ Ամեն դեղերան իր խրոխտ կեցվածքով
Բادرնական միության ժողովի թե երիտասարդական միության մասնաճյուղային հանդիպումի կամ փանագումի արդարորեն ցանեց երիտասարդության դաշտին մեջ, որբեսի հայությունը քաղե փերքը։ Հավատաց համահայկական ջիքերուն, հավատաց սպիրկյան զանազան քաղաքներու փոխադարձ գործակցության, հավատաց սպիրկ Հայաստան գործակցության։ Բաքրադունի նշեց նաև ասելով, Սարգիսյանը մարդկայնացնելով ընկերվարությունը հավատաց ընկերային արդարության վրա Հայաստանի մեջ հիմնված հասարակարգին, որ ըլլահզոր, ամբողջական, ինքնիշխան, ժողովրդավար եւ ուր բահբանվի հայկական ինքնությունը։ Բաքրադունի ասավ նաև, որ ՀՕԻԹ 35-րդ ընդհանուր ժողովին ներկային Սարգիս Զելթյանի ոգին ու քաղաքարը, ներկային ինք եւ իր օրվան կորձընկերները։ Բաքրադունի նշեց, թե հայ ժողովրդի եւ Հայաստանի ճգնաժամային այս օրերուն ինչքան այժմիական են դաստիարակիչ ու կոդեբնթիչ Սարգիս Զելթյանի գարծիկները։ Անհայտնեց նաև, որ պատմության մեջ ոչինչ փոխված է։ Հայ ժողովրդի ճշնամիները կմնան նույնը՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ համաթուրանականությունը։ Քաղաքականության մեջ չկան բարեկամություններ, այլ կան միայն շահեր։ Սարգիս Զելթյանին գավ, որովհետեւ գխանքարեր ճշնամիներուն ծրագիրները։ Բաքրադունի եզրափակեց իր խոսքը ասելով. Սեփական բեդությունն է անխորդագելի զրահը։ Ամեն բան է վեր են հայրենիքը եւ միացյալ Հայաստանի անկախությունը։ Ահա այն սրբազան իդեալը, որի պրեպ փևերային աստղ պիտի առաջնորդե մեր քայլերը դեպի հավերժական հայության լուսաբայծար աբական։ Այո, սիրելի հայրենագիտներ, ընկերուհիներ, ընկերներ, գամ արժանի ելանք այս ուղին եւ բայկարինք հավաքապար անոր իրականացման համար, գամ ընտրենք անցասվանության ուղին, քանթենք հայությունը, գործանենք Հայաստանը եւ ազգորեն կերեզմանվինք։ Ցերնարգին քեղարվեստական հայդակրով իրենց մասնակցությունը բերին Գարեն Կազանջյան համասկայնի կուսան երջախումբեն եւ Քևեն Յուսեֆ Բարսեղանաչյան քոլեջեն ընկերակցությամբ Նատալիա Փոքյանի։ Ցերնարգը փակվեցավ հայ հեղափոխական դաշնակցության քայլերկով։